Ողջույն սիրելի ժողովուրդ, պարզապես չեմ կարողանում լռել։ Մի ձայնագրություն տեսա Facebook-ով քիչ առաջ այսօրվա վարչապետի քարոզարշավից։ Գուցե բոլորդ հասկանում եք ինչի մասին է խոսքը, Ղարաբաղցի կնոջ, սադրիչ կնոջ, որ չես հասկանում ինչ էր ուզում ասել եւ ինչ էր սպասում։ Բայց ուզում եմ խոսքս ուղղեմ այն մարդկանց, ովքեր այդ կարծիքի են։ Ովքեր չեն տեսել այդ տեսա երիզը, այդ ձայնագրությունը չեն տեսել, ես ուզում եմ ուղղակի ասել, այդ կինը մոտեցավ վարչապետին եւ ասում էր 30 տարի մենք անհոգ ու խաղաղ ապրել ենք։ Տիկին, գուցե դուք ապրել եք 30 տարի անհոգ ու խաղաղ, բայց մենք չենք ապրել։ Մենք 30 տարի խաղաղությունը ինչ բան է չենք իմացել։ Գուցե դուք հյուսիսային սիրած երկրում անհոգ եք ապրել, այո։ Բայց մենք 30 տարի ոչ միայն խաղաղ չենք ապրել, մենք չենք ապրել, մենք կյանք չենք տեսել, Հայաստանաբնակ հայերի մասին է խոսքը։ Մեր երեխաները, մեր որդիներն ու ամուսիններն են եկել զոհվել։ Մենք խաղաղություն չենք իմացել ինչ բան է, ես զարմանում եմ, արդյոք դու այն նույն երկրի մասին եք խոսում, ինչ որ ես նկատի ունեմ։ Խաղաղ եք ապրել, իհարկե, խաղաղ ու անհոգ կապրեիք դուք, որովհետև թիկունքում Հայաստանի նման երկիր էր կանգնած։ Ինչից էիք տեղյակ, այն որ այն ժամանակվա նախագահները, ցավոք նախագահները Հայաստանի, ամեն բան հոգում էին ձեր խաղաղության, անհոգության համար, իհարկե չակերտավոր։ Տարին մեկ անգամ հիշեմ ուղղակի մի դրվագ, տարին մեկ անգամ դրամահավաք էին, միջազգային ամբողջ աշխարհով մեկ կազմակերպում միլիոններ եւ ուղարկում էին, այո, ապահովում էին գուցե ձեր անհոգությունը, մենք չգիտենք։ Երբ որ մեր երեխաներին ուղարկում էին ձեր սահմանները ու խաղաղությունը պահպանելու եւ զոհվելու, այո, դուք անհոգ կապրեիք։ Ես չեմ զարմանում դրա վրա։ Իհարկե, սիրելիներ, բոլոր մեր Ղարաբաղի քույր եւ եղբայրներին սա չի վերաբերում, որովհետեւ կան բավականին խոհեմ հասկացող Ղարաբաղի բնակիչներ, բայց իհարկե շատ ափսոսանքով եմ ասում, բայց հետեւյալ կարծիքը ու միտքը շատերն են արտահայտում, առանց մտածելու, առանց հասկանալու, թե ինչ են ասում, թե պատվեր են գուցե կատարում։ Գուցե սա դրանքի պատվեր ուներ տվյալ անձնավորությունը, այսօր ես չգիտեմ, բայց այս թեման, քանի որ բազմիցս կրկնվում է, ես ուզում եմ ձեզ ասեմ, այդ ում վարչապետի հետ է տիկին այդ տոնով դու խոսում։ Հայաստանի Հանրապետության բնակիչների մեծամասնության ընտրությունով կատարված եւ նշանակված վարչապետի, ով է ձեզ թույլ տվել այդ տոնայնությամբ խոսեք։ Ընդհատում եք վարչապետին, թե թող ես պիտի խոսեմ, ով ես դու տիկին։ 30 տարի անհոգ ապրած տիկին, որ ձեր անհոգության համար մենք ամբողջ կյանքով բարեկեցությամբ եւ ամեն բանով են գին վճարել, հա։ Ես ուզում եմ շատերը սա լսեն, շատերը իմանան։ Իմ սիրելի Ղարաբաղաբնակ իհարկե նախկին։ Այդ Ղարաբաղը ոչ թե մենք, այդ Ղարաբաղի ճակատագիրը 94 թվականին վճարվեց, երբ որ ստորագրվեց այն փաստաթղթի տակ, որ պետքա վերադարձվի հողերը։ Եվ այն ժամանակվանից, երբ որ ձեր շատ սիրելի Ռոբերտ Քոչարյանը բանակցություններից հանեց Ղարաբաղ երկիրը, որպեսզի այդ խնդիրը փաթաթի պարզապես Հայաստանի վզով, այդ ժամանակ վճարվեց ձեր ճակատագիրը։ Ես շատ եմ ցավում։ Մեր վարչապետը Ղարաբաղի պարլամենտին առաջարկում էր արտահերթ նախագահական ընտրություններ չկատարել, որովհետև այն ժամանակվա ձեր նախագահը գոնե լեգիտիմ ընտրված էր, որին ամբողջ աշխարհը ճանաչում էր որպես լեգիտիմ ընտրված նախագահ։ Քաջալերում էին ձեզ, հորդորում էին ձեզ չկատարել, չգնալ այդ քայլին, չէ, փոխեցիք նախագահին, փոխեցիք Շահրամանյանին նշանակեցիք, որին հետագայում նորից հորդորվեց Սոֆիա գնալ, բայց չէ, Շահրամյանը վազեց Եվլախ, եւ Եվլախում մեկ գրչի հարվածով լուծարեց երկիրը, լուծարեց հանրապետությունը, ումից եք ուզում դուք Ղարաբաղ, ումից եք ուզում։ Եվ ձեր այն ժամանակվա քաղաքական գործիչներին, որ այժմ ցավոք սրտի այժմ Բաքվի բանտում են, որտեղ Իվանյանում հանձնվեցին։ Այն երկրի միջոցով, ում որ դուք պաստառներով շնորհակալություն եք հայտնում։ Դուք մետրանոց ամբողջ հրապարակի երկարությունով մեկ
պաստառներ էիք գրել եւ շնորհակալություն էիք հայտնում այն երկրին, ով տվեց ձեր երկիրը։ Հայ ժողովրդին մի հիշեցրեք այդ դառը ժամանակները, 30 տարի անհոգ եք ապրել։ Ճիշտ եք ասում, գուցե դուք անհոգ եք ապրել 30 տարի, բայց մենք հիշելու եւ ցավալու շատ բաներ ունենք, մենք շատ կորուստներ ունենք։ Վերջապես Ղարաբաղը հանձնել Շահրամանյանի հանձնելուց հետո վարչապետը Նիկոլ Փաշինյանը հորդորում էր՝ մի լքեք ձեր երկիրը, մի դուրս եկեք ձեր երկրից, սա փաստացիորեն ապացուցված բան է, փաստերը կան։ Մի թողեք ձեր երկիրը, ինչ է չունեիք, զորք չունեիք, զենք չունեիք, ինչ չունեիք ձեր երկիրը պաշտպանելու համար։ Բայց դուք սպասում եք, որ պետք է էլի Հայաստանի երեխաները գան անեն։ Ճիշտն ասած, շատ ցավ եմ ապրում այս խոսակցությունը տանելիս, այս մասին խոսելիս, մեծ ցավ եմ ապրում ես չեմ ուզում հայրենակիցների համար խոսել այս թեմայով, այս մասին հիշեցնել, բայց դուք եք դրդում, տիկին եւ ձեր նմանները, լքեցիք ձեր երկիրը, նորից ձեզ առաջարկվեց հետաքրքիր ծրագիր, ընդունեք Հայաստանի քաղաքացիություն եւ կօգտվեք շատ ծրագրերից, հնարավորությունից կդառնաք մեր նման, դուք չուզեցիք մեր նման դառնալ, շատերը ձեզանից չուզեցին քաղաքացիություն ընդունեն, ձեզանից շատերը եւ ընդհանրապես Ռուբեն Վարդանյանը նշեց այդ մասին, որ դուք երբևէ չեք ուզել Հայաստանի մաս դառնալ, դա չի եղել ձեր ծրագրի մեջ, ինչ եք ուզում Հայաստանից, ինչ եք ուզում վարչապետից, լեգիտիմ ընտրված, հայ ժողովրդի կողմից ընտրված վարչապետից, ինչ եք ուզում, բավական է անընդհատ անդադար այս անհեթեթությունները խոսել, դրա փոխարեն մի քիչ զբաղվեք ձեր ինտելեկտով, դրա փոխարեն մի քիչ պատմության էջեր թերթեք, հետ նայեք, եւ դեռ վարչապետին չի թողնում խոսել, ես պիտի խոսեմ, տիկին, հայ ժողովուրդը դա ձեզ թույլ չի տա, դուք իրավունք չունեք նման տոնայնությամբ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից, ժողովրդավար ճանապարհով, ոչ թե ձեր կաշառքների սովորած ճանապարհով, ընտրված վարչապետի հետ, եւ թող ոչ մեկը չփորձի այլևս դա անել, եւ ընդհանրապես, եկեք խաղաղության մեջ ապրենք միասին։ Եվ խնդրում եմ իմ բաժանորդներին, ես այդ ձայնագրությունը չգտա այլևս, ես շատ կուզեմ, եթե դուք ունեք որևիցե մեկը այն ձայնագրությունը, որի մասին ես խոսում եմ, ինձ մեսենջերով ուղարկեք, ես այդ կնոջ նկարը մեծացրած ուզում եմ տեղադրեմ, որ սադրիչները հասկանան, որ շատ փոքրաքանակ են իրենք, իսկ հիմնականում հայ ժողովուրդը գիտի ում հետևից է քայլում, եւ այդ որոշումը հունիսի 7-ին կկայացնի եւ բոլորը կտեսնեն դա։ Սիրում եմ բոլորիդ, հայ ժողովուրդս, բոլորիդ, անկախ նրանից, որտեղ ենք բնակվել, որտեղ ենք բնակվում, մեր սրտի մեջ, մեր Հայաստան երկիրն է, մեր հայկական պետականությունը, եւ ոչ մեկը այլևս չի կարող մեր խաղաղությանը խոչընդոտ լինել։ Սիրում եմ բոլորիդ հայերս։